Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանին սպառնում է մինչև 2.5 տարվա ազատազրկում։ Այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ մեկնարկած լրացուցիչ դատական լսումների ժամանակ նման միջնորդություն ներկայացրեց մեղադրող կողմը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, թե այս դատարանում արդարության զգացում չունեցան եւ երրորդ բացարկը դատավոր Արմինե Մելիքսեթյանին դարձյալ մերժվեց։ Շիրակի թեմի առաջնորդն իրեն մեղավոր չի ճանաչում, գործընթացն էլ որակում է քաղաքական հետապնդում։ Հիշեցնեմ, որ գործը հարուցվել է Սրբազանի ավելի քան 1 տարի առաջ մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղափոխության անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակալ չէին տեսել եւ քրեական գործ հարուցել են միայն վերջերս, երբ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի եւ կաթողիկոսի դեմ։ Ամեն էջի վրա գրված է. մեղավոր է եւ վերջ ծունկի բերել նստացնել։ Ամեն էջի վրա անընդհատ կարդալու եւ իրականացնելու նման արտարադատություն։ Ցավում եմ, որ մենք այսօր նման իրականության առջև ենք կանգնում այսպես կոչված իրական Հայաստանում։ Եվ հարցեր չկան։ Եվ ես վստահ եմ, որ այսօրվա թե մեղադրող կողմի եւ թե դատավորը, որ ունեն զավակներ եւ իմ աղոթքն է առ Աստված, որպեսզի նրանց զավակները իրենց կյանքի ընթացքում երբևէ չբախվեն իրենց ծնողների նման արդարադատություն իրականացնողների։